Հանգստյան օրերին Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում գրանցվել է շուրջ 1200 բողոքի ակցիա դեմ Դոնալդ Թրամփի քաղաքականության։ Ըստ CNN-ի ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 600 հազար մարդ։ Տեղի ունեցած ցույցերն ամենազանգվածայինն են Սպիտակ տուն Թրամփի վերադարձից ի վեր։ Ըստ տեղական ԶԼՄ-ների ամերիկացիների զայրույթն է առաջացրել նաև Իլոն Մասկի պաշտոնավարումը, առողջապահությանը հատկացվող ծախսերի կրճատումը, տնտեսությանն ու ազգային պարկերին հատկացվող օժանդակության կրճատումը, մի շարք այլ նորամուծություններ և ԱՄՆ նախագահի սահմանած ներմուծման մաքսատուրքերը։ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ ցույցեր են անցել նաև Մեքսիկայում և Եվրոպայում։ Դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինը հայտարարել է, որ առաջիկա օրերին Թրամփին իմփիչմենթի ենթարկելու միջնորդություն կներկայացնի։ Թրամփը չի մեկնաբանել հանրահավաքները, Social Truth սոցիալական ցանցի էջում նա միայն զգուշացրել է ամերիկացիներին, դժվար ժամանակներ են սպասվում մաքսատուրքերի սահմանումից հետո։ Սա տնտեսական հեղափոխություն է և մենք հաղթելու ենք, դիմացեք, թեև դա հեշտ չէ, վերջնական արդյունքը կլինի պատմական, գրել է նախագահը։ Ուկրաինայի ամբողջ տարածքում գիշերը մի քանի անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Ռուսական ուժերը հարվածել են Սումիին, Կուպյանսկին և Կիևին։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել կամ տուժածներ, մեկ մարդ զոհվել է։ Վոլոդիմիր Զելենսկին դիմել է միջազգային հանրությանը պահանջել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Ռուսական ուժերը Կիևի դեմ բալիստիկ հրթիռներ և ԱԹՍ-ներ են կիրառել։ Ռուսաստանը շարունակում է ահաբեկչությունը, քանի դեռ աշխարհը թույլ է տալիս դա, նշել է Ուկրաինայի նախագահը։ Կիևում ԱՄՆ դեսպանը X-ի էջում հաստատել է, որ ռուսական հարվածների հետևանքով մայրաքաղաքում պայթյուններ են հնչել։ Նա նաև ցավակցություն է հայտնել 2 օր առաջ Կրիվոյ Ռոգին հարվածների հետևանքով տուժածների ընտանիքներին։ Այդ քաղաքում զոհվել է 20 մարդ, այդ թվում 9 երեխա։ Երկրում համազգային սուգ է հայտարարվել։ Դոնալդ Թրամփն էլ նշել է, որ շարունակում են Մոսկվայի հետ շփումները։ Ինձ դուր չեն գալիս այդ ռմբակոծությունները, շեշտել է Սպիտակ տան ղեկավարը։ Մերձավոր Արևելքում ևս լարված է։ Իսրայելական ուժերն ընդլայնել են օդային և ցամաքային հարձակումները Գազայի հատվածում։ Հայտնի է խաղաղ բնակչության շրջանում տասնյակ զոհերի և վիրավորների մասին։ ՑԱՀԱԼ-ն էլ հայտարարել է, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Նշվում է, որ մեծ մասը խոցվել է։ Այնուհանդերձ հայտնի է ավերածությունների և տուժածների մասին։ Զուգահեռ Իսրայելի խոշոր քաղաքներում ցույցեր են անցել։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել Բենյամին Նեթանյահուին վերջ տալ պատերազմին և վերադարձնել գերիներին։ Շարունակվում են ռազմական գործողությունները նաև Եմենում։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության համաձայն ամերիկյան կողմը ցանկանում է դադարեցնել հութիների հարձակումները Միացյալ Նահանգների և այլ երկրների նավերի վրա և վերականգնել Կարմիր ծովում կայունությունը։ Միևնույն ժամանակ Անսարալլահ շարժումը հայտնել է ամերիկյան Հարի Թրումեն ավիակրին հարվածելու մասին։ Եմենի առողջապահության նախարարության տվյալով էլ ամերիկյան հարվածների հետևանքով մայրաքաղաք Սանայում կան զոհեր և վիրավորներ։ Օրեր առաջ Վաշինգտոնի հայտարարած մաքսատուրքերի ֆոնին ավելի քան 50 երկիր դիմել է Սպիտակ տուն առևտրային բանակցություններ սկսելու համար, հայտնել է ԱՄՆ ազգային տնտեսական խորհրդի ղեկավարը։ Քևին Հասեթը մեկնաբանել է այն փաստը, որ Ռուսաստանը չի հայտնվել մաքսատուրքերի ամերիկյան ցանկում։ Նրա խոսքով պատճառն այն է, որ Վաշինգտոնն այժմ Մոսկվայի հետ ակտիվ բանակցություններ է վարում ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։ Դոնալդ Թրամփն էլ տեղեկացրել է, որ զրուցել է եվրոպական և ասիական առաջնորդների հետ, որոնք ըստ նախագահի ցանկանում են առևտրային գործարքներ կնքել ամերիկյան կողմի հետ։ Հայտնի է, որ Իսրայելի վարչապետը մեկնել է Վաշինգտոն։ ԶԼՄ-ները գրում են, որ Նեթանյահու-Թրամփ հանդիպման օրակարգում ի թիվս այլնի լինելու են Իսրայելի դեմ Միացյալ Նահանգների սահմանած հավելյալ մաքսատուրքերը։ Էմանուել Մակրոնն էլ հայտնել է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Եվրահանձնաժողովը համատեղ երկխոսություն կվարեն Թրամփի հետ մաքսատուրքերի հարցով։ Համաշխարհային տնտեսությունը զգում է Միացյալ Նահանգների սահմանած մաքսատուրքերի ազդեցությունը։ Առևտրային պատերազմը ձեռնտու չէ ոչ ոքի, նշել է Ֆրանսիայի նախագահը։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը 3 անակնկալ կերպով հայտնվել է Սուրբ Պետրոսի հրապարակում երկկողմ թոքաբորբի բուժումից հետո հիվանդանոցից դուրս գրվելուց 2 շաբաթ անց։ Նա կարճ ողջույնի խոսքով դիմել է հավաքվածներին։ Ուրախ կիրակի, շնորհակալ եմ բոլորին, ասել է նա։ 88-ամյա Պապի հրապարակ դուրս գալու մասին նախօրոք չի հայտարարվել։ Դիանա Գասպարյան, լուրեր։